Sense բան հարց տամ, մի անգամից ժոստկի, որ որոշն որ քեզ են առաջադրում քաղաքապետ, դու կգնաս այդ դրան, թե չես գնա։ Ես կարծում եմ, որ այս բային դա ամենալավ լուծումը չի լինելու, հաշվի առնելով նրան, որ был бы человек, статья найдется։ Այսինքն դու չես ուզում նստես։ Այո։ Причем ասեմ, Երևանում օրինակ շատ են խոսում, ինձ էլ որ մարդիկ իմացան դու ես հյուրը լինելու, օրինակ մտածում են, քանի որ նաև Մարտունը գրել էր post խոցելիության մասին, հա, վստահ եմ տեսել ես։ Եվ քանի որ ինքը այս թեզն արդեն բերել է, էփել է, մեր եթերում։ Բայց ինձ նաև ասում էին, բայց մարդիկ ասում էին, անկեղծ եմ ասում, մարդիկ վստահ եմ համաձայնել կլինեն, ինձ թվացել է, որ եթե խոցելիության տրամաբանության մեջ ենք նայում եւ նայում ենք, որ ամեն դեպքում դա պետք է լինի մարդ, որը ինչ որ առաջնորդներից մեկն է եղել ընդհանուր առմամբ այդ շարժման, ոչ թե ասենք, չգիտեմ, ինչ որ տենց 8-րդ տեղը այդ օրինակ ամենաշատ ձայն հավաքած կուսակցության, ասում էին օրինակ Ռուբոն նվազ խոցելի է, որտեվ դե ախպեր ջան, այս մարդը պրոդյուսեր է եղել, ասենք այտենց կարծես թե ոչ մի տենց արունային թեմաների մեջ չկա, պաշտոն չի զբաղեցրել որ ինչի համար քեզ պետք է նստեցնեն, ասենք, էլի։ Չէ, նայ, ինչի համար պետք է նստեցնենը, հիմա օրինակ կարող է այս հաղորդումից հետո էլ ինչ որ մի հատ բան գտնեն, ինչի համար պետք է նստեցնեն, կամ օրինակ արհեստական բանականությամբ այս մեր մեջքի հետևը մի ամեն սպանություն էլի մի հատ, քո կողմից բիճա։ Օրինակ, հա։ Հա դու մարդ խփես, հենց հիմա մարդ սպանես։ Այ քեզ։ Այ հիմա տենց սարքեմ, որ հիմա այս ձեռքի շարժումը որ արել։ Ես մեռա։ Հա, հիմա կարող է այդպեսի բան լինել, բայց ուզում եմ ասեմ, որ մեր քննարկումների արդյունքում այնպես չի, որ մի տարբերակ է կամ երկու տարբերակ է կամ 3 տարբերակ։ Ես ձեզ երաշխավորում եմ, որ կարելի է գտնել այնպիսի տարբերակ, որպիսի եւ քաղաքը ճիշտ կառավարվի, այսինքն խնդիր չունենա քաղաքը, այդ որ անընդհատ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավագանիները անընդհատ որ բարձրաձայնում են քաղաքում կառավարման ճգնաժամի մասին։ Հիմա մենք գիտենք, որ կա տարբերակ, եթե եկավ հարցը դրան հասավ, ընտրել այնպիսի քաղաքապետ կամ բան, այնպիսի փոխքաղաքապետ, որոնք կարողանան կոմպետենտ լինեն։ Այո, կոմպետենտ լինեն այդ հարցում ու պարտադիր չի, որ այդ մարդկանց անունը անպայման լինի Ռուբեն Մխիթարյան կամ Մխիթարյան Ռուբեն, որովհետև գոյություն ունի արդեն ավանդույթ, ամեն երկրորդ Ռուբեն Մխիթարյան նստում է։ Հա, բայց այդ տրամաբանությամբ նայ ամեն երկրորդ։ Այսինքն մի Ռուբեն Մխիթարյան արդեն նստել է, այդ տրամաբանությամբ հիմա երկրորդին էլ չում բռնել։ Դիսկրիմինատիվ սպասի։ Քանի որ մենք տեսել ենք Գյումրիի ընտրությունների ժամանակ մոտավորապես ինչ ֆոկուսներ կարող է անի այս իշխանությունը։ Հիմա դու ինչ գիտես, քաղաք չեն ներմուծե եւս մեկ օրինակ Ռուբեն Մխիթարյան եւ ստացվում է որ 3-ա լինում արդեն 4-ով թռնում են։ Չէ, 4 է լինում, եւս 2 են բերել, 4 է լինում եւ ստացվում է որ ես ու այն մյուս Մխիթարյան Ռուբեն ամեն երկրորդն են, ամեն երկրորդ չեն բռնում, էլի բռնում են։ Այսինքն հավելյալ 2 Ռուբեն Մխիթարյան են բանը իմպորտ արել